Սևանում խանութ սրահներից մեկի հետնամասում ծագած վիճաբանությունը վերածվել էր դաժան հաշվեհարդարի, որի զոհ էր դարձել երիտասարդ տղա։ Քննչական կոմիտեի տվյալներով սպանությունը կատարելու մեղադրանք է առաջադրվել երկու անչափահասի, որոնք ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների տուժածին բազմաթիվ հարվածներ են հասցրել ձեռքերով, ոտքերով ու դանակով, պատճառելով մահացու վնասվածքներ։ Դեպքից ամիսներ անց քննությունը հանգել է ավարտին, բացահայտելով ողբերգական միջադեպի բոլոր մանրամասները։ Սա հերթական անգամ օրակարգ է բերել դեռահասների շրջանում աճող բռնությունը, դանակների ազատ շրջանառությունը և կանխարգելման արդյունավետության բոլոր հարցերը։ Հերթական անգամ աղջկա պատճառով ծագած վիճաբանությունն ունեցավ ողբերգական ավարտ։ Սևան քաղաքում երկու անչափահասներ վիճաբանության մատնվեցին 19-ամյա երիտասարդի հետ և դանակի մի քանի հարված հասցնելով նրան կյանքից զրկեցին։ Անչափահասների կողմից կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները քրեական արդարադատության համակարգի ամենազգայուն խնդիրներից են։ Նման դեպքերում իրավապահների ուշադրության կենտրոնում են ոչ միայն կատարված հանցագործության հանգամանքները, այլև այն գործոնները, որոնք կարող են անչափահասին մղել բռնության, ընտանեկան միջավայրից և սոցիալական ազդեցություններից մինչև հասակակիցների ճնշումն ու կոնֆլիկտների լուծման ոչ իրավաչափ վարքագիծը։ Յուրաքանչյուր նման գործ պահանջում է մանրակրկիտ քննություն, քանի որ խոսքը վերաբերում է ինչպես մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը, այնպես էլ անչափահասների մասնակցությամբ կատարված առանձնապես ծանր արարքին։ Այդպիսի քրեական վարույթներից մեկի նախաքննությունը ավարտվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։ Խոսքը 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում տեղի ունեցած սպանության մասին է, որի գործով մեղադրվում են երկու անչափահաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սևան քաղաքում գտնվող խանութ սրահի ետնամասում ծագած վիճաբանությունը ողբերգական ավարտ է ունեցել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական եւ արհույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան համայնքի հրապարակում գտնվող խանութ սրահի հետնամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը տեղի ունեցել երկու անչափահասների եւ Շամշադին համայնքի 19-ամյա բնակչի միջև, որի ընթացքում երկու անչափահասները ձեռքերով եւ ոտքերով, ինչպես նաեւ դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել 19-ամյա Շամշադին համայնքի բնակչին եւ սպանել են վերջինիս։ Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ գործով մեղադրյալ անչափահասներից մեկը մինչև դեպքը ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել սառը զենք հանդիսացող կրփազենք։ Բացի այդ պարզվել է նաեւ, որ անչափահասներից մեկը ապօրինի կերպով պահել է սառը զենք, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։ Մեր տեղեկություններով անչափահասների պաշտպանությունը ստանձնել են հանրային պաշտպաններ, որոնց հետ մինչ հաղորդաշարի հեռարձակումը կապ հաստատեցինք։ Պաշտպանները քրեական գործի այս փուլում որևէ տեղեկատվություն չտրամադրեցին, գործն արդեն ուղարկվել է դատարան։ Նախաքննության ընթացքում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել երկու անչափահասներից մեկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով, այն է ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու փաստով, ինչպես նաև մյուս անչափահասին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով եւ 334-րդ հոդվածի առաջին մասով, այն է ապօրինի կերպով սառը զենք կրելու մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, վերջիններից ներկայացվել է մեղադրանք եւ նրանց նկատմամբ խափանուն միջոց է ընտրվել կալանքը։ Ինչ կլինի անչափահասների հետ եւ ինչ ճակատագրի կարժանանան նրանք կորոշի թերևս դատարանը։ Իսկ մեզ մնում է միայն հուսալ, որ նմանատիպ դեպքերը անչափահասների համար գործող օրինակ եւ զգոնության ազդակ կլինեն։ Ավելի քան 120 միլիոն դրամ, 10,000 ԱՄՆ դոլար եւ նույնիսկ որսորդական հրացան համարձակ գողություն, որի հետքերը ըստ քննության ի վերջո հասցրել են նախկինում բազմիցս դատապարտված անձի։ Հատկանշական է, որ անգամ նախկին դատվածությունները չեն կանխել նոր, առանձնապես ծանր հանցագործության հնարավոր իրականացումը։
Քննչական կոմիտեի տվյալներով վերջինս հանցավոր համաձայնության գալով եւս 2 անձանց հետ ապօրինի մուտք է գործել ընկերության վարչական շենք եւ մետաղական պահարանից հափշտակել շուրջ 120 միլիոն դրամի գույք։ Քննության ընթացքում դատագենետիկական փորձաքննությունը հաստատել է նրա առնչությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության համար օգտագործված ավտոմեքենան։ Բացի այդ, իրավապահները պարզել են նրա հնարավոր մասնակցությունը եւս մեկ այլ 2022 թվականին կատարված գողությանը։ Խոշոր չափերի գողությունները հաճախ ամիսներ տևած քննչական աշխատանքի արդյունքով են բացահայտվում։ Դեպքի վայրում թողնված ամենափոքր հետքը դատագիտական փորձաքննությունների եզրակացություններն ու օպերատիվ տեղեկությունները կարող են դառնալ այն առանցքային ապացույցները, որոնց հիման վրա բացահայտվում են նույնիսկ նախապես ծրագրված եւ մանրակրկիտ կազմակերպված հանցագործությունները։ Այդպիսի գործերից մեկն է նաեւ նախկինում դատապարտված անձի կողմից շուրջ 120 միլիոն դրամի հափշտակությունը։ Վերջինս 2 այլ անձանց հետ 25 թվականի սեպտեմբերի 6-ին ապօրինի մուտք է գործել Զովունի բնակավայրում գտնվող ընկերության վարչական շենք, կատարել ենթադրյալ հանցավոր արարքն ու դիմել փախուստի։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված անձը 2 այլ անձանց հետ 2025 թվականի սեպտեմբերի 6-ին ապօրինի մուտք են գործել Կոտայքի մարզի բնակավայրերից մեկում գտնվող ընկերության տարածք, այնուհետև մետաղյալ լինգերի պետական միջոցով բացելով տարածքում գտնվող վարչական շենքի պատուհանը, այդտեղից մուտք են գործել վարչական շենք, վարչական շենքում գտնվող աշխատասենյակներից մեկում պահվող մետաղյալ պահարանը նշված իրերի օգնությամբ բացելի արդյունքում դրանից հափշտակել են 116 միլիոն ՀՀ դրամ, 10,000 ԱՄՆ դոլար, որսորդական հրացան եւ փամփուշտներ, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Նախաքննության ընթացքում ստուգվել են մի շարք վարկածներ եւ հավաքված ապացույցների, այդ թվում դեպքի վայրում թողնված մետաղական լինգից ու պտուտակահանից վերցված կենսաբանական նմուշների դատագենետիկական փորձաքննության արդյունքներով հաստատվել է վերջինիս առնչությունը հափշտակությանը։ Հայտնաբերվել է նաև հանցագործության կատարման ընթացքում օգտագործված ավտոմեքենան։ Ձեռնարկված միջոցառումների քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում նաև մետաղյալ լինգերի եւ պտուտակահանի վրայից վերցված նմուշներով նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանցից մեկը, ով ինչպես նշեցի, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել եւ ներկայումս էլ մեկ այլ քրեական վարույթով նրա վերաբերյալ դատարանում քրեական գործ է քննվում եւ նա գտնվում է կալանքի տակ։ Քննության փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ նույն անձի հնարավոր առնչության վերաբերյալ 2022 թվականի հունիսի 11-ին Արմավիր քաղաքի ավտոտեղ սպասարկման կայանից 1 միլիոն 265 հազար դրամի գողությանը։ Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մեկ այլ հանգամանք եւս նախկինում կատարված հանցագործություններից մեկը, որը տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում, նույն անձը ապօրինի մուտք գործելով ավտոտեղ սպասարկման կայան, այնտեղից հափշտակել է շուրջ 1 միլիոն 265 հազար դրամ արժողությամբ տարբեր իրեր։ Հսկող դատախազի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ անձին մեղադրանք է ներկայացվել Հայ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, իսկ զենքի հափշտակության համար 338-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ենթադրյալ հանցանք կատարած անձի ողջ գույքի վրա։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշված անձի գույքի վրա արգելադրում է իրականացվել, այդ թվում հանցագործություն գողությունից հաջորդ օրն իսկ ձեռք բերված բնակարանի, ինչպես նաև հանցագործության միջոց ծառայած ավտոմեքենայի վրա։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մեր գործընկերները ներկայացնում են շաբաթվա ընթացքում բացահայտված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն։
Համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ եւ հետեւողական գործողությունների շնորհիվ բացահայտվել է պղնձե հաղորդալարերի գողության փորձ։ Հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել էին, որ նախորդ օրը երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի հարակից երկաթուղային հատվածում անհայտ անձինք կտրել էին շուրջ 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր։ Համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել հունիսի 8-ին այն մասին, որ Ռուբինյանց փողոցում հարևանությամբ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու պղնձե հաղորդալարերի գողության մասին անհայտ անձիկ ժամը 20:00-ի սահմաններում գողացել են պղնձե հաղորդալարեր եւ մի քանի մետր հեռավորության վրա կուտակել գողացված պղնձալարերը մոտ 400 մետր էր։ Ստացված տեղեկատվությունն անմիջապես դարձել էր ոստիկանների ուշադրության կենտրոնում։ Հանցագործությունը բացահայտելու նպատակով Քանաքեռ Զեյթունի համայնքային ոստիկանները դեպքի վայրի հարակից տարածքում կազմակերպել էին գաղտնի հսկողություն, սպասելով հանցավորի հնարավոր վերադարձին։ Նույն օրը ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողների կողմից սահմանվել է գաղտնի հսկողություն եւ նշված ժամանակահատվածում դեպքի վայր է մոտեցել Kia Magnishi ավտոմեքենա եւ վարորդը նշված գողացած պղնձե հաղորդալարերը տեղափոխել է մեքենայի բեռնախցիկ։ Կատարված զննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 19 կապ պղնձե հաղորդալար, ինչպես նաեւ սանդուղք, որը ըստ նախնական տվյալների օգտագործվել էր հաղորդալարերը կտրելու եւ ապամոնտաժելու ընթացքում։ Վարորդը ձերբակալվել է, մեքենայի հետ հանդերձ տեղափոխվել է Քանաքեռ Զեյթունի բաժին։ Նախաքննությունը շարունակվում է, իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ Հատկանշական է նաև ընդգծել, որ պատճառված վնասը հասնում է մի քանի միլիոնի, մինչդեռ հաղորդալարերի վաճառքից հանցավորները ստանալու էին անհամեմատ ավելի քիչ դրամական միջոցներ։ Ծանուցում հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եթերում կարևոր է իմանալ էջն է եւ մենք այսօր խոսելու ենք սնանկության վարույթի մասին առհասարակ։ Մեր զրույցի համար տաղավար ենք հրավիրել փաստաբան եւ սնանկության գործերով կառավարիչ Մակար Եղիազարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Եղիազարյան մեր հրավերն ընդունելու համար։ Շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու եւ ես ուզում եմ մինչ անդրադառնալ այս նոր օրենքին, նոր կարգավորումներին, մեր հեռուստադիտողներին առաջին հերթին ներկայացնենք թե ինչ է սնանկությունը։ Հաճախ սոցիալական ցանցերում գովազդներ ենք հանդիպում։ Եթե ունեք պարտքեր, դիմեք եւ դուք կազատվեք այդ պարտքերից։ Արդյոք սնանկությունը հենց դրա մասին է։ Շնորհակալություն հրավերի համար, շատ կարևոր հարց եք տալիս։ Իրականում թյուր պատկերացում կա ընդհանրապես սնանկության ոլորտի վերաբերյալ մեր երկրում։ Պետք է հասկանալ ընդհանրապես պատմական արմատները, թե ինչի համար է նախատեսվել սա, եւ նպատակները հասկանալու համար ես կառանձնացնեի ընդհանրապես ֆիզիկական անձանց սնանկության նպատակը իրավաբանական անձանց սնանկությունից։ Ձեր թույլտվությամբ ես մեր հեռուստադիտողներին այս պահին տեղեկացնեմ, որ մենք այսօր խոսելու ենք ֆիզիկական անձանց սնանկության մասին, հաջորդ կիրակնօրյա եթերը նվիրված է լինելու իրավաբանական անձանց սնանկությանը։ Շատ լավ, քանի որ խոսենք այսօր ֆիզիկական անձանց սնանկության մասին, խոսեմ նպատակների մասին, հենց ֆիզիկական անձանց առումով, տեսեք նախ սնանկության իրավական արմատները գնում են մինչև 14-15-րդ դարեր, հիմնականում եվրոպական երկրներում է զարգացել, Անգլիայում է զարգացել այս ոլորտը, եւ ինչի համար է ընդհանրապես զարգացել, այսպիսին էր իրավիճակը, երբ որ մարդիկ չէին կարողանում կատարել իրենց բնականon պարտավորությունները, ֆինանսատնտեսական պարտավորությունները, միջնադարում մարդկանց բանտարկում էին, մարդկանց հարկադիր ստրկական աշխատանքի էին ենթարկում, ընդհուպ քրեական պատասխանատվության էին ենթարկում կամ այլ բացասական հետևանքներ էին վերահասնում։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նման իրավիճակներում մարդիկ գնալով, երբ որ խնդիրները կուտակվում են, հայտնվում են անելանելի վիճակում եւ դա հանգեցնում էր սոցիալական մեծ խնդիրների, մարդկանց դրդում էր հանցագործությունների, ինքնասպանությունների եւ այլն եւ այլն եւ պետությունները հասկացան, որ պետք է ինչ որ ձևով լուծում տան եւ պետք է ինչ որ մի հատ գիծ գծել պարտավորությունների համար եւ մարդուն հնարավորություն տրվի նոր էջից, նոր գծից սկսել իր ֆինանսատնտեսական
կյանքը, այսպես ասած, եւ դա անգլերեն տերմինով կոչվեց fresh start եւ մարդկանց համար դա դարձավ մի միջոց, որ նախկին պարտավորություններից ինչ որ սկզբունքով մարդը ազատվի եւ դասավորի իր նոր ֆինանսատնտեսական կյանքը եւ այստեղ պետք է նշել, որ ոչ բոլոր դեպքերում է ֆիզիկական անձը ազատվում պարտավորություններից, սնանկությունը ունի նաեւ այնպիսի գործիքակազմ, որը կոչվում է ֆինանսական առողջացման ծրագիր, այսինքն այստեղ խոսք է գնում ընդհանրապես ֆիզիկական անձի սնանկության վարույթը կարող է զարգանալ երկու ուղղությամբ, ես խոսում եմ գործող օրենքի տրամաբանության շրջանակներում, առաջին ուղղությունը, ինչպես արդեն նշեցինք, պարտքերի ազատումն է, բայց որոշակի առանձնահատկությունների հաշվի առնելով, մյուս ուղղությունը ֆինանսական առողջացման ծրագիրն է, որը իրենից ներկայացնում է այնպիսի միջոցառումների համակցություն, որի շրջանակներում ավելի բարենպաստ իրադրության մեջ անձը կկարողանա կատարել իր պարտավորությունները եւ այսպիսով վերականգնել իր բնականon ֆինանսատնտեսական կյանքը։ Շատ լավ։ Երբ մենք խոսում ենք առհասարակ ֆիզիկական անձի վճարունակության մասին, ապա կամ առողջացման ծրագրի մասին, առողջացման ծրագրի կյանքի կոչումը արդյոք կապված չէ ֆիզիկական անձի ունեցվածքի, գույքի, դրամական միջոցների առկայության հետ։ Եթե չունի անձը որևէ դրամական միջոց, գույք չունի, գուցե նաև օտարել է, մենք դրան էլ կարող ենք անդրադառնալ, թե օտարված գույքերը սնանկության վարույթում ինչ կարգով կարող են հետ վերադարձվել եւ ինչ պայմաններ է գործում, միաժամանակ եկեք փորձենք զուգահեռել արդեն նոր կարգավորումների հետ, օրենսդրական։ Նախ նշեմ, որ այո, գործող կարգավորումները էականորեն տարբերվելու են արդեն իսկ ընդունված սնանկության օրենսգրքով նախատեսված կարգավորումներից, որը ուժի մեջ կմտնի 1 տարի անց, եւ կարող եմ ասել, որ շատ սկզբունքային տարբերություններ են լինելու գործող եւ ապագա օրենսգրքի կարգավորումների միջև։ Շատ եկեք փորձենք զուգահեռներ տանել, որպեսզի նաեւ մեր հասարակության մոտ հասկանալի լինի, թե ինչն է հիմնականում փոխվելու։ Նախ եւ առաջ խոսենք սնանկության հատկանիշի մասին։ Գործող օրենքով անվճարունակության նախ կօգտագործենք երկու տերմին՝ սնանկություն եւ անվճարունակություն։ Սովորաբար անվճարունակությունը այն փաստացի վիճակն է, որը գոյություն ունի անկախ դատական ակտի առկայությունից, այսինքն երբ որ մարդու մոտ արդեն փաստացի առաջացել է ֆինանսական խնդիրը։ Իսկ սնանկություն ընդունված է գրականության մեջ հիմնականում օգտագործել այն իրավիճակի վերաբերյալ, երբ որ արդեն կա դատական ակտ եւ օֆիցիալ ճանաչված է անձի այդ վիճակը։ Գործող օրենքով ունենք երկու տեսակի սնանկության հատկանիշ։ Մեկը վերաբերում է կամավոր սնանկությանը, երբ որ անձը իր կամքով դիմում է դատարան եւ խնդրում է իրեն ճանաչել սնանկ, մյուսը հարկադիր սնանկության դիմումն է, որը որ բնորոշ է պարտատիրոջը, այսինքն պարտատերը ինքն է դիմում դատարան իր պարտապանի նկատմամբ, որպեսզի դատարանը կայացնի սնանկության վճիռ։ Այստեղ գործող օրենքը շատ հստակ տարբերակում ունի հատկանիշների առումով։ Կամավոր սնանկության համար գործում է հաշվեկշռային սնանկության հատկանիշը, այսինքն ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ անվճարունակ համարվելու համար անձի մոտ պետք է իր ունեցած գույքի ակտիվների արժեքը առնվազն 2 միլիոն դրամով ավելի նվազ լինի, քան իր պարտավորությունների արժեքն է։ Դիցուք ունենք պարտապան անձ, որը ունի 5 միլիոն դրամի պարտավորություն եւ ունի 2 միլիոն դրամ արժեքով գույք։ Այդ պարագայում տվյալ անձի մոտ օբյեկտիվորեն արդեն արկա է անվճարունակության հատկանիշը եւ ինքը իրավունք ունի դիմելու դատարան, որ դատարանը ճանաչի իր սնանկությունը։ Իսկ հարկադրված սնանկության դիմումի պարագայում արդեն գործում է այլ սկզբունք։ Այդ ժամանակ արդեն էական չէ, թե պարտապանը որքան գույքային կազմ ունի։ Այստեղ արդեն գործում է այլ սկզբունք պարտավորությունների կետանցման սկզբունքը եւ դա իրանից ներկայացնում է այն վիճակը, երբ որ պարտապանը տվյալ պարտատիրոջ նկատմամբ ունի 2 միլիոն դրամը գերազանցող պարտավորություն, այդ պարտավորությունը
արդեն իսկ կետանցված է 90 օրից ավել ժամկետով եւ արկա է այդ պարտավորության անվիճելիություն, այսինքն անվիճելիությունը նշանակում է այն հիմնավորված է որևէ վարչական ակտով, դատական ակտով կամ բխում է հարկային պարտավորություններից։ Ըստ էության այս երկու իրավիճակները պետք է տարբերակել, քանի որ արդեն երկրորդ պարագայում կարող է այնպիսի իրավիճակ լինել, երբ որ պարտապանը կարող է ունենալ շատ մեծ արժեքի ակտիվներ, սակայն տվյալ իրավիճակում ունենա պարտավորությունների կատարման անկարողություն եւ դա բավարար է, որ դատարանը այս 3 պայմանների առկայության պարագայում ճանաչի տվյալ սուբյեկտի սնանկությունը։ Ուրեմն իսկ արդեն իսկ ընդունված օրենսգրքով, որը ինչպես նշեցի, ուժի մեջ կմտնի 1 տարի անց, նախ եւ առաջ փոխվել է այս ամբողջ տրամաբանությունը եւ այլևս առանձնացված չի այս հաշվեկշռային սնանկությունը եւ հարկադրված սնանկության հատկանիշները, անկարողությունը, այսպես ասած, դարձել է բավական բարդ միքս եւ էականորեն դժվարացնելու է ընդհանրապես սնանկության գործընթացները մի քանի առումներով։ Նախ բարձրացվել է պարտավորությունների կատարման այդ 2 միլիոն դրամի շեմը դառնում է 5 միլիոն դրամ, սակայն դա չէ ամենամեծ, այսպես ասած, փոփոխությունը այս առումով, գործելու է այն սկզբունքը, որ սնանկության դիմում ներկայացվելու համար, օրինակ հիմա գործող կարգավորմամբ որևէ կաշկանդվածություն չկա միանգամից անձի դեմ սնանկության դիմում ներկայացնելու համար։ Արդեն իսկ ընդունված օրենսգրքով անհրաժեշտ է, որ պարտատերը դիմի սովորական գումարի բռնագազման պահանջով, այսինքն քաղաքիրավական ընթացակարգով, լինի դատական ակտ բավարարող եւ այստեղ ունենք երկու կարգավորում, ֆիզիկական անձանց համար լինելու է այն սկզբունքը, որ պետքա նաեւ այդ դատական ակտը ներկայացվի հարկադիր կատարման ծառայություն կատարման համար, եթե հարկադիր կատարման ծառայության այդ գործողությունների արդյունքում կպարզվի, որ գույքը բավարար չէ պարտավորությունները կատարելու համար, դրանից հետո նոր միայն անձը իրավունք կունենա դիմելու սնանկության։ Այսինքն դուք պատկերացրեք, թե որքան ժամանակ եւ դատական, այսպեսի դատական եւ կատարողական այս օղակները պետքա սպառվեն, որից հետո անձի մոտ բացվի այդ սնանկության գնալու գործընթացի ճանապարհը։ Դա էականորեն բնականաբար դժվարացնելու է գործընթացը եւ էականորեն նվազեցնելու է սնանկության գործերի թիվը։ Այսինքն 90 օրյա չվճարված պարտավորությունը այս պահին վերանում է, որովհետեւ ինչպես արդեն իսկ նշեցիք, մենք պետք է ունենանք դատական ակտ այդ մասով, ճիշտ է։ Այո, պետք է ունենանք դատական ակտ, իրավաբանական անձանց մասով կա որոշակի տարբերություն, իրավաբանական անձանց պարագայում ուրեմն նախարարությունը որպես օրենսգրքի հեղինակ մեկ քայլ հետ կատարեցին եւ այդ կատարողական վարույթի փուլը դուրս եկավ, այսինքն իրավաբանական անձանց մասով լինելու է միայն դատական ակտի առկայության պահանջ, որից հետո արդեն հնարավոր կլինի գնալ այս սնանկության գործընթացով։ Իհարկե ասում եմ, որ նոր օրենսգիրքը շատ էական փոփոխություններ է պարունակում եւ կարծում եմ թե դրական, թե բացասական առումով որոշակի խնդիրներ է իհարկե առաջացնելու։ Ես անգամ վստահություն ունեմ, որ մինչ օրենքը կյանքի կոչվի, այնքան թերություններ եւ այնքան խնդիրներ վեր կհանվեն, որ անգամ փոփոխություններ կնախատեսվեն ուժի մեջ մտնելուց առաջ, այսպես ասած, չգիտեմ, կտեսնենք, ժամանակը իհարկե ցույց կտա, բայց ես ուզում եմ անդրադառնանք ֆիզիկական անձանց գույքին։ Մենք այս նոր օրենքի կարգավորում, նոր օրենքի չէ, եկեք խոսենք գործող օրենքի կարգավորումներին, տեղյակ ենք, որ անձը անկախ նրանից, որ գույք է օտարել սնանկության գործընթացը սկսելուց առաջ, սնանկության կառավարչի որոշմամբ հնարավոր է այդ գույքը հետ վերադարձնել կամ վնասների փոխհատուցման պահանջ ներկայացնել դատարան, այ նոր օրենքի հետ եկեք համեմատություն անենք, ինչ գործընթաց է նախատեսում օրենքը։ Տեսեք, հարցը կբաժանեմ, հարցի պատասխանը բաժանեմ մի քանի մասի, որ նաև մի քիչ ավելի մատչելի լինի հանրության համար։ Նախ եւ առաջ գործող օրենքով
այսպիսի գործող օրենքով ունենք այնպիսի իրավիճակ, որ սնանկության վճռից հետո ձեռք բերվող գույքի նկատմամբ բռնագանձում չի տարածվում եւ դա այդ նշած fresh start-ի այդ փիլիսոփայության անբաժանելի մասն է, հա, որովհետեւ եթե չգծենք այս գիծը, անհասկանալի կլինի, թե որ պայից սկսած ենք ընդհանրապես անձին տալիս այս հնարավորությունը, որ իր համար էլ որոշակի լինի իր վարքագիծը։ Հիմա նոր օրենսգրքով արդեն ունենք այնպիսի կարգավորում, որի հետ ես հաշտ չեմ եւ միշտ դրա մասին խոսում եմ նաեւ մեր գործընկերների հետ, օրենսգրքի հեղինակների, տեսեք, արդեն նոր օրենսգրքով նախատեսված է, որ վճռից հետո ձեռք բերված գույքի նկատմամբ պետք է բռնագանձում տարածվի։ Խոսքը վերաբերում է թե գույքին, թե աշխատավարձին։ Եվ դա առաջացնելու է իմ կարծիքով բավական լուրջ ցնցումներ, որովհետև նաև շատ որոշակի չէ, թե մինչև որ պահ պետք է այդ բռնագանձումը տարածվի եւ գործող օրենքը կարծում եմ շատ ավելի հավասարակշռված լուծում էր առաջարկում, որ ասում էր մինչև վճռի պահը ինչ որ ձեռք է բերվել, դրա նկատմամբ պետք է կառավարիչը, այսպես ասած, գույքագրում իրականացնի, վաճառի, ուղի նախկին պարտավորությունների մարմանը եւ նոր գույքի առումով այլևս որևէ գործընթաց չէր իրականացվում։ Իհարկե, այստեղ կա որոշակի առանձնահատկություն եւ բացառություն, մասնավորապես խոսքը չի վերաբերում այն գույքին, որը ձեռք է բերվել մինչեւ սնանկությունը կնքված պայմանագրի արդյունքում, այսինքն պայմանական ընդունենք մինչեւ սնանկ ճանաչվել է անձը կնքել է գնման իրավունքի պայմանագիր կամ նախնական պայմանագիր, եւ եթե գույքը ինքը ձեռք է բերել սնանկության վճռից հետո դրա նկատմամբ տրամաբանական է, որ պետք է բռնագանձում տարածվի, բայց օրինակ, եթե արդեն վճիռ կա, անձը սնանկ է ճանաչվել եւ դրանից հետո իր ազգական օրինակ գույք է նվիրում եւ եթե մենք ասում ենք չէ, այդ նվիրած գույքի նկատմամբ եւս պետք է բռնագանձում տարածենք, բնականաբար անձը որևէ կերպ շահագրգռված չի լինի որևէ գույք ձեռք բերել, աշխատել, միջոցներ ունենալ եւ այլն եւ ինչը կբերի սոցիալական որոշակի Կասեք, որոշակի ժամանակահատված սահմանվում է արդյոք, թե դա մինչ կյանքի վերջ է գնալու ըստ այս տրամաբանության։ Ըստ տրամաբանության բռնագանձումը կտարածվի մինչև սնանկության գործի ավարտ, այսինքն սնանկության գործը ընդհանրապես մի քանի փուլերից է բաղկացած։ Հիմա այսինքն երբ որ ասում եմ վճռի պահից, տեսեք վճիռ կայացվելու պահից դեռևս բավական երկար կարող է գործընթացներ գնալ մինչև վերջնական գործի ավարտը։ Խոսքը վերաբերում է նրան, որ այդ ամբողջ ընթացքում անձը պետքա այդ ձեռք բերված գույքի եւ աշխատավարձի վրա բռնագանձում տարածվի։ Իհարկե մենք կխոսենք նաև սնանկության գործի ավարտի հետևանքների մասին, որովհետև ընդհանրապես ինչպես նշեցի, իմաստը ընդհանրապես այդ վարույթի այն է, որ ի վերջո այդ վարույթից հետո անձը ազատվի հին պարտավորություններից եւ եթե չկա այս discharge կոչված, հա, անգլերեն տերմինով ազատումը պարտավորությունների, եթե գոյություն չունի, այլևս այս ամբողջ գործընթացը դառնում է անիմաստ։ Ի սկզբանե օրենսգրքով նաև նախատեսված էր հնարավորինս ավելի քիչ նպաստավոր պայմաններ պարտավորություններից ազատման համար եւ այլն։ Հիմա ամեն դեպքում մի քիչ ավելի հավասարակշռված տարբերակով ընդունվեց օրենսգիրքը, անձը կազատվի պարտավորություններից, իհարկե, բայց սնանկության գործը ավարտվելուց հետո, սակայն կան բացառություններ, պետք է շատ հստակ իմանալ այդ բացառությունների մասին, թե որ պարտավորություններն են, որից անձը չի ազատվում նույնիսկ սնանկության վարույթից հետո, որովհետև ես շատ եմ շփվում նաև իմ գոլեգաների հետ, իրավաբանների հետ, նաև վերապատրաստման դասեր եմ անցկացնում փաստաբանների եւ գոլեգաների հետ եւ ես գիտեմ, որ իրականում իրավաբանների միստվար զանգված լավ չի տիրապետում նյուանսներին, քանի որ սա կլասիկ իրավաբանություն չէ, սնանկությունը ընդհանրապես բավական համալիր բարդ գործընթաց է, որը ներառում է ինչպես իրավական խնդիրներ, այնպես էլ տնտեսական խնդիրներ, հաշվապահական խնդիրներ, ինչի չէ
մենեջմենթի խնդիրներ եւ այլն, որովհետեւ առիթ կունենանք խոսելու նաեւ առողջացման ծրագրի մասին եւ դուք կտեսնեք թե ինչ հետաքրքիր գործիքներ կան ընդհանրապես սնանկության վարույթում եւ շատերը սնանկության գնալիս հաշվի չեն առնում այդ բոլոր նյուանսները, օրինակ որ կարող է ամբողջ գործընթացը կազմակերպվի, բայց վերջում անձը չազատվի պարտավորություններից եւ նոր օրենսգիրքը շատ ավելի այսպես խիստ պայմաններ է նախատեսում դրա համար, մասնավորապես այն, որ եթե օրինակ պարզվի, որ սնանկության վարույթում անձը նպաստել է իր անվճարունակության հատկանիշների առաջացմանը կամ սնանկության ընդհանրապես, դատարանը կարող է անձին ընդհանրապես չազատել պարտավորություններից։ Ինչ վերաբերում է բացառություններին եկեք անդրադառնանք, որովհետև շատ հետաքրքիր դրվագ նշեցիք, որ անգամ այս բոլոր գործողություններից հետո կան բացառություններ, որոնք պետք է քաղաքացին իմանա, դրանք որ պարտավորություններն են, որոնք անգամ սնանկության վարույթի այսպես ավարտից հետո պետք է շարունակվել նրանց համար։ Շատ լավ, խոսենք դրանց մասին, չնայած կարևոր բան խոսենք նաև աշխատավարձի հետ կապված առանձնահատկությունների մասին, աշխատավարձի եւ միակ բնականի մասով հարցադրում ունեմ քաղաքացուց։ Ես շատ եմ խոսում ընդհանրապես այս ոլորտի խնդիրներից, դրա համար շատ լավ գիտեմ, թե ինչ հարցեր են ընդհանրապես մարդիկ տալիս, դրա համար ավելի շատ ուշադրություն կդարձնեմ այդ պրակտիկ խնդիրներին։ Բացառությունների առումով նոր օրենսգիրքը եւ գործող օրենքը շատ տարբերություններ չունեն, ըստ էության այստեղ փոփոխությունները շատ չեն ազդել այս մասով։ Բացառությունները հետեւյալն են. Նախ անձը չի կարող ազատվել իր ալիմենտային պարտավորություններից, ինչը բնական է, հա, որովհետեւ այն պարտավորությունները, որոնք կապված են անձի հետ անխզելիորեն իր ամբողջ կյանքի ընթացքում բնականաբար արդարացիչ է եւ բարոյական չէ նաեւ անձին ազատել նման պարտավորություններից, այսինքն հիմա ալիմենտի պարտավորություններից ազատելը սնանկության մասին օրենքի նպատակներից չի բխում, որովհետեւ անձը բոլոր դեպքերում պետք է կատարի իր երեխայի կամ անաշխատունակ ծնողների նկատմամբ իր պարտավորությունները։ Մյուս բացառությունը վերաբերում է հանցագործության պատճառված վնասներին։ Դրա մասին շատ չխոսենք, արդեն կարծում եմ հասկանալի է, անձը չի ազատվում նաև կյանքին եւ առողջությանը պատճառված վնասներից բխող պարտավորությունների։ Օրինակ, ավտովթարի արդյունքում եւ ըստ էության գործող օրենսդրության կարգավորումներն են։ Այո, գործող օրենքի եւ նոր օրենսգիրքի կարգավորումները այս առումով շատ չեն տարբերվում իրարից։ Ունենք մի կարգավորում, որը վերաբերում է ուրեմն ուսման վարկերին, իհարկե մի քիչ այստեղ ես լուրջ չեմ ընդունում այս բանին, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիտենք, որ չկա այս ուսման վարկերին ինստիտուցիոնալ մոդելը, որը կա օրինակ զարգացած երկրներում, երբ որ անձին վարկ են տրամադրում բավական խոշոր եւ ամբողջ իր կարիերայի ընթացքում մարդը ոնց որ քիչ-քիչ աշխատելու արդյունքում դա մարում է, մեր մոտ գիտենք, որ դա ընդհանրապես կրում է սպառողական վարկի բնույթ եւ դրա համար նախատեսել ինչ որ բացառություն ես իմ համար այդքան էլ կարեւորություն չունի։ Այստեղ կա բացառություն են առումով, որ անձը չի ազատվում սնանկությանը նախորդող 90 օրվա ընթացքում ձեռք բերված պարտավորություններից։ Այսինքն շատ դեպքերում մարդիկ գնում են հենց վերցնում են, ստանձնում են ինչ-որ պարտավորություններ, անմիջապես գնում են եւ սնանկության դիմում են ներկայացնում։ Այս կարգավորումը միտված է կանխելու, հա, չարամիտ, ոչ բարեխիղճ պարտապանների վարքագիծը։ Ունենք նաև կարգավորում առայն, որ եթե օրինակ սնանկության գործը ավարտվեց եւ հետո տեսականորեն պարզվեց, որ անձը ինչ որ գույք է թաքցրել վարույթից, հա, վարձի տակ օրինակ, չգիտեմ, ոսկու իր պաշարը, ձուլակտորները տարել եւ տեսականորեն պահել էր եւ դա եթե տեսականորեն ընդունենք, որ պարտատերը կամ կառավարիչը կամ որևէ շահագրգիռ անձ հայտնաբերի, որ եղել է նման վարքագիծ, ապա օրենքը նախատեսում է, որ հնարավորություն պետք է լինի այդ գույքի մասով եւս գնալ գործընթաց սկսել եւ բավարարել։ Իհարկե պրակտիկայում դա շատ դժվար է լինելու հայտնաբերել։ Կարելի է ասել պրակտիկայում դա չի կիրառվել, ամենայն դեպս ես չգիտեմ նման փորձ, բայց տեսականորեն կա այդ կարգավորումը։ Շատ լավ։ Մեր քաղաքացիները վստահ եմ սպասում են հաջորդ հարցադրմանը, որովհետև այնքան շատ են այս հարցադրումը զանգել եւ հնչեցնել, ես պարտավոր եմ այն հնչեցնել այստեղ։ Միակ բնակարան ունեն,
աշխատավարձ են ստանում, որը չի գերազանցում մի քաղաքացու մոտ 100,000 էր, մյուսի մոտ 120,000-ի, ընդհանրենք սկսենք մինչ 150,000 դրամ ստացող անձի մասին է խոսքը։ Այ իր դեպքում ինչ վտանգներ կարող է լինել։ Շատ լավ, տարբեր երկու կոնցեպտների մասին ենք խոսելու, աշխատավարձ եւ միակ բնակարան։ Նախ գործող օրենքով աշխատավարձի հետ կապված բռնագանձման սկզբունքը հետեւյալն է։ Աշխատավարձի վրա բռնագանձում չի տարածվում, եթե դա չի գերազանցում 150,000 դրամը։ Դա իմպերատիվ միանշանակ կարգավորում է։ Եվ մյուս կարգավորումը այն է, որ չի բռնագանձվում այլ աշխատավարձային պարագայում, եթե 150,000 դրամից բարձր է, սակայն բռնագանձման արդյունքում 48 ամսվա ընթացքում այդ բռնագանձվող գումարի ամբողջությունը բավարար չի լինելու պարտավորությունների ամբողջական կատարման համար։ Այսինքն դիցուք անձը ստանում է 200,000 դրամ, պայմանական ընդունենք, որ օրենքի համաձայն կարող է բռնագանձում տարածվել մինչև 50%-ի վրա, այսինքն 100,000 դրամի վրա, եւ 48-ի բազմապատկելից փաստորեն ստանում ենք 4,800,000 դրամ, հա, եթե անձի պարտավորությունները ըստ էության 4,800,000 դրամից ավելի նվազեն, ապա գործող օրենքի տրամաբանությամբ պետք է բռնագանձում տարածվի։ Այսինքն կառավարիչը պետք է դիմի դատարան եւ այլն եւ այդ գործընթացը իրականացվի բռնագանձման, իսկ եթե 4,800,000 դրամից բարձր է, այս իմ նշած օրինակի վրա, ապա որևէ գործընթաց չի իրականացվում եւ աշխատավարձի վրա բռնագանձում չի տարածվում։ Ընդհանուր եթե 5 միլիոն դրամ է պարտավորությունը։ Այո, եթե նույնիսկ 10,000 դրամով գերազանց, այո։ Սակայն նոր օրենսգրքով կարգավորումը շատ իմպերատիվ է, որ էլի իմ նշած սկզբունքով օրենսգրքի հեղինակները նախատեսել են, որ պետք է աշխատավարձի վրա բռնագանձում տարածվի, ընդ որում թե մինչև վճռիկայացման պահը, թե վճռիկայացման պահից, բայց իմ կարծիքով դա խախտում է սնանկության ինստիտուտի այդ փիլիսոփայությունը եւ էությունը, այսինքն այդ fresh start-ի գաղափարը ըստ էության խաթարվում է, որովհետեւ ստացվում է մի վիճակ, երբ որ անձը օրինակ սնանկությունից հետո հնարավորություն ունի աշխատելու եւ մենք իրեն ասում ենք այ գիտես եթե դու աշխատես բռնագանձում տարածվել եւ այդ պարագայում այդ կարգավորումը միտելու է մարդկանց ըստ էության դրթելու է որ մարդիկ խուսափեն աշխատելուց կամ աշխատելուց օրինական գրանցված հիմունքներով եւ դա բնականաբար բերելու է նաեւ ստվերային որոշակի հետևանքների։ Ես դրա հետ հաշտ չեմ, կարծում եմ, որ խնդրահարույց է եւ կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դատարանները դրան կտան այլ մեկնաբանություն։ Ընդ որում այստեղ շատ հետաքրքիր պատմական ակնարկ մի հատ շատ կարճ նշեմ, որ միշտ նախարարությունը միտված է եղել հնարավորինս այսպես խստացնելու այս մասով աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու կանոնը լինի ավելի խիստ, ավելի գործող, բայց դատարանները միշտ դրա դեմ վերել են հակառակ արգումենտներ եւ դե կարծում եմ դա ամենացավոտ հարցերից մեկն է, որը որ պետքա կարգավորվի ամենայն դեպս ապա Շատ լավ։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց չենք կարող չանդրադառնալ միակ բնակարանին։ Դա է։ Միակ բնակարանի կոնցեպտը կամ միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու կարգավորումը կարծում եմ բավական կարևոր սոցիալական նշանակություն ունեցող կարգավորում է, որ վերջին տարիներին գործում Հայաստանի Հանրապետությունում իմաստը հետևյալն է, որ եթե անձը ունի մի բնակարան հաշվառված է այդտեղ եւ բնակվում է այդտեղ, այսինքն այդ բոլոր պայմանների առկայության դեպքում մենք հաշվի ենք առնում, որ պետք է անձին ուրեմն կամ չբռնագանձենք բնակարանը, եթե կառավարության որոշմամբ սահմանված շեմից ցածր է, կամ եթե դրանից բարձր է, ապա պետք է բնակարանը վաճառվելու պարագայում կա որոշակի անձեռնմխելի գումար, որը պետք է վերադարձվի տվյալ անձին։ Մինչև այս տարի գործում էր 4,800,000 դրամի շեմը, արդեն այս տարի դարձավ 7,800,000 եւ դա ըստ էության միտված է պաշտպանելու մարդկանց այդ սոցիալական որոշակի խնդիր, սակայն այստեղ եւս ունենք նախ պետք է հաշվի առնել, որ եթե բնակարանը ունի օրինակ 2
համասեփականատեր եւ պայմանական ընդունենք բնակարանի արժեքը 10 միլիոն դրամ է։ Ինչպես է կարգավորում գործում այս նորմը։ Մենք ոչ թե այս պարագայում 7 միլիոն 800 հազարը պետք է վերադարձվի եւ մնացածը բաշխվի, այլ տվյալ պարագայում 10 միլիոն դրամը կբաժանվի երկուսի, այսինքն համասեփականատերերի թվին կստանանք 5 միլիոն դրամ եւ այդ անձեռնախելի գումարը, որը պետք է վերադարձվի պարտապանին, ոչ թե կկազմի 7 միլիոն 800 հազար դրամ, այլ 5 միլիոն։ Այսինքն այնուամենայնիվ, եթե բնակարանը 10 միլիոն է եւ կվաճառվի բնակարանը, անկախ նրանից, որ փաստացի այս դեպքում մենք ունենք ընդամենը 5 միլիոն դրամ, որ պատկանում է։ Այո, այս պարագայում ոչ թե սահմանափակումը վերաբերում է բնակարանը չվաճառելուն, այլ բնակարանի վաճառքի արդյունքում ստացված գումարը պարտապանին վերադարձնելուն։ Այսինքն այդ գումարն է անձեռնմխելի, ոչ թե բնակարանը։ Այ եթե բնակարանը լիներ Վերջի ստացվում է, որ բնակարանը զուտ վաճառվում է, դրամական միջոցները մեկ է վերադարձվում է իրենց, բայց տեղի ունենում բնականի վաճառք։ Այո, տեղի է ունենում բնակարանի վաճառքի պարագայում, եթե 7 միլիոն 800 հազար դրամից բարձր է գինը, բայց եթե օրինակ գիտենք, որ գյուղական համայնքներում, մարզերում շատ բնակարաններ կան, որ իրականում 7 միլիոն 800 հազար դրամը կարող է չգերազանցել։ Այդ պարագայում դա վաճառքի ենթակա չի, սակայն պետք է հաշվի առնենք մի շատ կարևոր, այսպես բացառություն։ Խոսքը չի վերաբերում գրավի առարկաներին։ Այսինքն, եթե անձը իր բնակարանը գրավադրել է որևէ պարտավորության դիմաց, ապա մենք չենք կարող արդեն օգտվել այս գործիքից եւ ասել, որ չէ, դուք չեք կարող վաճառել։ Հետևաբար խորհուրդ կտամ, որ մարդիկ, եթե ընդհանրապես մտածում են այս ամեն ինչի մասին որպես պաշտպանություն, պետք է հաշվի առնեն, որ երբ որ գրավ է դրվում գույքը, այս գործիքը չի աշխատում։ Իրականում ինձ ավելի շատ հուզեց նախկին օրինակը, երբ մենք ունենք 10 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, հասկանում ենք, որ 5 միլիոնը մեկ այլ սեփականության բաժին ունեցող անձինն է, 5 միլիոնը մեկ է վերադարձնելու ենք մենք այս անձին, բայց այնուամենայնիվ բնակարանը վաճառում ենք, որովհետև գերազանցում է 7 միլիոն 800 հազար դրամի շեմը։ Այո, բայց այսպես ասեմ, եթե վարույթի ընթացքում անհրաժեշտությունը առաջացել է գույքը վաճառել աճուրդի արդյունքում, ապա օրինակ սեփականության կառավարիչը կարող է այն փուլում, երբ որ գույքի արժեքը արդեն աճուրդում կիջնի այդ 7 միլիոն 800 հազար դրամից ներքև, կառավարիչը արդեն պետք է դադարեցնի աճուրդը, որովհետև արդեն ստացվում է, որ մենք հատում ենք այդ շեմը։ Այսինքն, մեկը ես միշտ միտված եմ նման իրավիճակներում գտնել լուծումներ ծանր վիճակում գտնվող պարտապանների համար, ընդհանրապես շատ ծանր է ֆիզիկական անձանց սնանկությունների այդ process-ը, իհարկե խոսքը վերաբերում է օբյեկտիվորեն այդ վիճակում հայտնված անձանց մասին։ Շատ լավ։ Անչափ կարևոր տեղեկատվությամբ կիսվեցիք մեզ հետ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այստեղ գտնվելու եւ մեր քաղաքացիներին օգնելու համար տեղեկատվության առումով։ Շնորհակալ եմ հրավերի համար, կարծում եմ, որ շատ կարևոր ոլորտ է եւ ունենք նաեւ խնդիր տեղեկացվածության, որովհետեւ բավական ցածր է ընդհանրապես այս ոլորտի վերաբերյալ տեղեկացվածությունը եւ կարծում եմ, որ նման հաղորդումները շատ կարևոր են։ Շնորհակալություն ձեզ։ Վստահաբար ձեզ եմ շնորհակալ։ Ձեզ հիշեցնում եմ, որ հաջորդ կիրակի արդեն եթերում կարող եք միանալ մեզ եւ լսել սնանկության նոր օրենքի կարգավորումների մասին տեղեկատվություն իրավաբանական անձանց համար։ Իսկ մինչ այդ հիշեցնում եմ, որ ձեզ հուզող բոլոր խնդիրների մասին կարող եք գրել մեզ, որովհետեւ ձեր խնդիրները բարձրաձայնվում են հենց այստեղ։ Հիշեք, այնինչ որ այստեղ խոսում ենք, կարևոր է իմանալ։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։